Հուլիսի 6-ի վաղ առավոտից իրավապահները խուզարկություն են անցկացրել Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանն ու նրան փոխկապակցված 70 ընկերություններում։ Նույն օրը երեկոյան Ծառուկյանին կալանավորել են, իսկ նրա տնից որպես իրեղեն ապացույց իրավապահները տարել են 3 առյուծ եւ 1 վագր, ինչպես նաեւ տարբեր կենդանիների եւ թռչունների 190 խրտվիլակ։ Ըստ քննչական կոմիտեի կենդանիներն առգրավվել են վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակում։ Հաջորդ օրը հայտնի է դարձել, որ տեղափոխման համար քնեցված էգ առյուծը չի արթնացել եւ անկել է։ Կենդանաբանական այգուց կատարվածը բացատրել են կենդանու ծեր տարիքով եւ ուղեկցող հիվանդություններով։ Իրավապահները գործ են հարուցել առյուծի անկման դեպքի առիթով։ Մինչ առյուծի անկման մասին լուրերի տարածվելը Բարգավաճ Հայաստան կուսակցության խոսնակի Վետա Տոնոյանը հայտարարել էր, որ Ծառուկյանն ուներ վայրի կենդանիներ պահելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը եւ հավելել, որ դրանց պահման պայմանները երկրում լավագույններից էին։ Տոնոյանը հիշեցրել էր նաև, որ տարիներ առաջ Ծառուկյանը առյուծի ձագ էր նվիրել կենդանաբանական այգուն։ Ավելի վաղ Ծառուկյանն արձագանքելով իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին Փաշինյանին առաջարկել էր մտնել իր առյուծի վանդակը, եթե վերջինս չկարողանա ապացուցել, որ ինքն օտարերկրյա գործակալ է։ Ի պատասխան այս հայտարարության վարչապետը սպառնացել էր կուսակցության առաջնորդին, որ նրա առանձնատունը մինչև 2031 թվականը վերածելու է ծերերի խնամքի կենտրոնի, իսկ ինքը Ծառուկյանն առաջիկա տասնամյակներում անցկացնելու է ճաղերի հետևում։ Armenia Today-ը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում պարզելու, ինչպես են քաղաքացիները վերաբերում կատարվածին։ Իզուրել տեղափոխել են, ով պետք է պահի դրան։ Այս ադե քսատք են։ Ես ականատես տեսել եմ։ Ոնց են ծառայում այդ կերերը, ոնց էր տալի, ինչ կերեր տալի։ Կենդանիների նկատմամբ նման բան չի կարելի անել։ Նրանք սովոր են իրենց միջավայրին, իրենց շրջապատին, կերակրողին, պահողին, ամեն ինչ չի կարելի։ Որտեղ ավելի լավ այսուհետ կպահեն նրանց։ Հետ վերադարձնեն տիրոջ տուն։ Ուրիշ ոչ մի բան։ Ինձ թվում է Ծառուկյանի մոտ կենդանիները ավելի լավ վիճակում էին, ավելի բարեկարգ իրանց սկզբային, բայց դե եթե այս պայմաններն է, երևի որ վերադառնա տուն կենդանիներն է կվերադարձնեն, ես այդ կարծիքին եմ։ Դա բոլորին հասանելի կլինի, դրա համար երևի։ Ձեր կարծիքով որտեղ նրանց ավելի լավ պայմաններում կպահեն։ Ինձ թվում է, որ եթե մի քիչ լավ նայեն, ուրեմն այգում ավելի հարմար է։ Այ մարդիկ իրանց խնդիրն է, իրանք կլուծեն։ Ես իրան հարգում շատ սիրում եմ, մեծատարով մարդ է, լավ մարդ է, բայց ընդհանրապես կենդանին պետք է լինի ազատ տարածքը, թե անկախ իրանից շունակա, դուա կենդանի մնում է կենդանի։ Շատ վատ է։ Որ տարան վատ է։ Հա, բավոց վատ չէր։ Իհարկե լավ կպահեն, ավելի լավ կպահեն, ավելի ուշադիր կլինեն։ Եվ հետո այդ մեծ կենդանիները ինչ-որ թեկուզ բակում չի սազում։ Չէ, մասնավոր սեփականություն է, ինչու՞ տեղափոխվեցի։ Ինչ եք կարծում, Վատ էին ապրում կենդանիները այնտեղ։ Ես չեմ տեսել, բայց վատ էին ապրում։ Ձեր կարծիքով կենդանաբանական այգում ավելի վատ։ Իհարկե, այո։ Մի քանի անգամ։ Ավելի վատ։ Ավելի վատ։ Չեմ կարող ստուգ պատասխանը, որովհետև չգիտեմ ինչ պայմաններում պետք է այդ կենդանիներին պահպանեն։ Ոչ։ Որտեղ նրանց ավելի լավ կպահեն։ Տեր ունեցողը։ Այսինքն Ծառուկյանի տանը մնային ավելի լավ կպահվեին։ Իհարկե։ Բայց իրան կենդանիներին բաներով քննացնելով հարց չի լուծում։ Հարցը լուծում է օրենքի շրջանակներով։ Բարի լինեն օրենքի շրջանակներում լուծեին այդ հարցը։ Իհարկե ոչ։ Ինչու՞։ Որովհետև դա մարդու սեփականություններին իրավունքով են ներխուժել ներատում։ Ուզում էին կալանավորեին, թող կալանավորեն, ինչ գործում են կենդանիների հետ։ Որտեղ նրանց այսուհետ ավելի լավ կպահեն։ Ոչ մի տեղ, նույն տեղ, որտեղից որ տարել են։ Այսինքն Ծառուկյանի տանը ավելի լավ կապրեն։ Իհարկե։ Ինչ գործ ունեն Ծառուկյանի տան հետ։ Հանցանք է գործել մարդը։ Տարեք կալանավորեք։ Ինչ եք ամբողջ տունը տակնու վրա անում։ Տանապես գազանանոցն է սխալ բան։ Կողմ չեմ, որտեղ մարդը չարչարվել էր, ինքը այդ կենդանիներին բերել էր, պահել էր, ճնամել էր, բայց թե քարնել է իրանց ձեռը պոպոկներ չեմ կարող ասել։ Որտեղ նրանց ավելի լավ կխնամեն։ Իհարկե իրա մոտ։ Ծառուկյանի մոտ։ Չեմ կարող պատասխանել ճիշտ ասած։ Ճիշտ ասած կենդանասեր չեմ, բայց չէ, իհարկե չէ։ Որտեղ նրանց ավելի լավ կպահեն, կենդանաբանական այգում թե Ծառուկյանի տանը։ Ուսումն Ծառուկյանի տանը ավելի
լավ կպահեն։ Չէ, պրինցիպի կողմ չեմ։ Ինչի համար թողնան արելու մեր խանգարում։ Ձեր կարծիքով որտեղ նրանց ավելի լավ կպահեն։ Ինձ թվում է Գագիկ Ծառուկյանի մոտ։ Չէ, իր կենթանիներն էր, թող ինքն էր պահեր, ինչ կար դրան խնդիր, այսքան ժամանակ պահելա, խնդիր չէր տեսել։ Հիմա պետքա տեսնեին այդ խնդիրը։ Որտեղ նրանց այսուհետ ավելի լավ կխնամեն։ Ես չգիտեմ որտեղ պետքա խնամեն, բայց ինչ որ վերաբերվում է, իր առանձնատուն որտեղ որ պահում էր այդ կենթանիները, ինձ թվում է այնտեղ։ Որտեղ որ պետքա եղե, միշտ տեղ է պահել, տեղ պետքա խնամեին։ Ես իմ կարծիքով այտենց։ Երևում է։ Որտեղ նրանց ավելի լավ կպահեն։ Կարծիքով կենթանաբանական է։ Չեմ կարող պատասխանել անկեղծ ասած, չեմ հետաքրքրվել էլի։ Ինձ թվում է երևի այնտեղ ավելի լավ կխնամեն էլի։ Դրա համար։ Գոհ եմ։ Թող խնամեն ու չսատկեն կենթանիները։ Ես շուտվանից մեր կենթանաբանական այգում չեմ եղել, ցավոք սրտի, այնտեղի պայմանները չգիտեմ, առավել եւս Գագիկ Ծառուկյանի տանն էլ չեմ եղել, չեմ կարող ասեմ այնտեղ ինչ պայմաններ է։ Կոնկրետ չեմ կարող պատասխանել, բայց մինչև այդ որ մնացել են այնտեղ ու կենթանին էլ առողջական ինչ-որ խնդիր չեն ունեցել, նորմալ եմ նայում դրան, բայց հիմա կարծեմ մեկը սատկել է։ Քնեցումից չի արթնացել։ Հա։ Ձեր կարծիքով որտեղ նրանց ավելի լավ կպահեն։ Իմ կարծիքով կենթանաբանական այգում։ Կենթանաբանական այգում ավելի պաշար կհետևեն։ Ամեն դեպքում կենթանաբանական այգում էլ ված չլինի իրենց համար։ Որտեղ ավելի լավ կպահեն նրանց։ Չգիտեմ, իրենք թող որոշեն։ Անմարդկային քայլեր։ Որտեղ ավելի լավ կպահեն նրանց։ Որտեղ որ պահում է։ Միայն այդտեղ են պայմաններ։ Առանձնատանը Ծառուկյանի։ Դե համենա ես տենց եմ կարծում։ Ոչ մի ուրիշ տեղում պայմաններ նախապատրաստված չէին։ Շատ կենթանիներ շատ եմ սիրում։ Կուզեի ազատության մեջ լինեին ընդհանրապես կենթանիները։ Ինձ թվում է կենթանաբանական այգում ավելի լավ իրանց կզգան։ Այնտեղ չգիտեմ ինչքանով որ հետաքրքրվել էի կարդացի։ Չգիտեմ։ Ամեն դեպքում վերջի անկած առյուծը ոնց որ դե հիվանդ էր, ծեր էր։ Պետք է ավելի լավ ուսումնասիրեն ինչ քնեցնելը, չգիտեմ։ Վերջ-վերջով կենթանին էլի մեղքին ինչի համար տեղափոխեն։ Իրանց համար ապրում էին էլի հանգիստ։ Ես ճիշտ չեմ ընդունում ընդհանրապես։ Որտեղ ավելի լավ կպահեն կենթանիներին։ Դե բնականա Գագիկ Ծառուկյանը։ Ամեն օր թարմիս կտար այնտեղից, այնտեղ կարողա սոված սատկեն իրանք։